Սուրբ ծնունդ, նոր տարի, սրանք տոներ են, որ բոլորին խոստանում են հրաշալի եւ անմեղ ուրախություններ։ Ինձ ամեն անգամ դուրս են հանում իմ խաղաղխցից եւ գցում փոթորկոտ ծով։ Սուրբ ծնունդ։ Այդ տոնը արդեն մինչ իր գալուստը հմայում է ինձ իր բարի ողջունող լույսով։ Այդ օրվան սպասելիս ես հալվում եմ անհամբերությունից։ Դառնում ավելի լավը, մաքուրը, քան կայ ողջ տարվա ընթացքում։ Գերմանացի գրող հեքիաթագետ Էրնստ Հոֆմանի «Ամանորյա գիշերվա արկածները» նովելը ներկայացնում է գրականության շատ հետաքրքիր եւ հատկապես այս օրերին արդիական մի տեսակ ձմեռային կամ սուրբծննդյան հեքիաթները եւ պատմվածքները, որն արտացոլում է այս տոներին բնորոշ մթնոլորտը, տրամադրությունները, որով համակում են բոլորը եւ նաեւ մենք իհարկե այս օրերին, այս մթնոլորտի մասին, տրամադրությունների եւ ընդհանրապես ամանորյա կամ սուրբծննդյան կամ ձմեռային հեքիաթի մասին խոսելու ենք հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի հետ։ Սուրբ ծնունդն ու նոր տարին մանուկների եւ մեծերի ամենասիրելի ու սպասված տոներն են։ Պատմականորեն միահյուսվելով միմյանց, այս տոները բոլոր մարդկանց ու հատկապես քրիստոնյաների համար լավ փոփոխությունների, նորոգության, երազների եւ ցանկությունների կատարման սկիզբն են։ Տոնի լուսավոր խորհուրդը միահյուսվում է նաեւ ընծայաբերման, զոհաբերության, սոցիալական արդարության եւ մարդասիրության գաղափարներին, որոնք իրենց գեղարվեստական արտահայտությունն են գտել ինչպես սուրբ ծննդյան կամ ձմեռային հեքիաթներում, այնպես էլ դրանց հիման վրա կամ առանձին ստեղծվող կինո եւ անիմացիոն ֆիլմերում։ Թեև հայ արվեստն ու գրականությունը տարբեր պատճառներով լայնորեն չեն անդրադարձել այս թեմաներին, սակայն սուրբ ծննդյան կամ կաղանդային պատմվածքներ կարելի է հանդիպել արևմտահայ գրականության մեջ։ Այս գրականության որոշ օրինակներ էլ տալիս է միջխորհրդային եւ խորհրդահայ գրականությունը։ Այսօր արդեն այս ուշագրավ ստեղծագործությունների հայտնաբերմամբ, ուսումնասիրությամբ եւ ներկայացմամբ հետեւողականորեն զբաղվում է Հովհաննես Թումանյանի թանգարանում գործող հեքիաթագիտության կենտրոնը։ Բարդեստիկին Ջիվանյան։ Արդեն երկրորդ անգամ ձեր նախաձեռնությամբ Թումանյանի թանգարանում կազմակերպվեց այս հեքիաթին նվիրված, այս հեքիաթների տեսակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին, ինչպես ծագեց այս նախաձեռնությունը։ Առաջին հերթին պետք է նշեմ, որ ի տարբերություն նախորդ միջոցառումների, այս տարի մեր ջանքերը պսակվեցին մի ավելի լուրջ միջոցառմամբ, այն է Հասկեր մանկական գրականության եւ բանահյուսության տարեգրքի երկրորդ համարի հրատարակմամբ, որը ամբողջությամբ նվիրված է Սուրբ Ծննդին եւ Կաղանդին, մասնավորապես Սուրբ Ծննդի եւ Կաղանդի հեքիաթին։ Թանգարանում տեղի ունեցավ Հասկերի շնորհանդեսը, ինչպես նաև կազմակերպվեց դասախոսություն երկու դասախոսների մասնակցությամբ, ունկնդիրներ էին ուսանողները, ասպիրանտները, հայցորդները եւ բոլոր ցանկացողները։ Դասախոսությունը ամբողջությամբ նվիրված էր Սուրբ Ծննդի հեքիաթին, նաև ձմեռային բնապատկերին, գրականության մեջ, առանձնապես մանկական գրականության մեջ։ Այսինքն երևույթներ, իրողություններ, գրական եւ մշակութային, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ձմեռային տոներին եւ հատկապես Սուրբ Ծննդին։ Բայց մեր տոները կարծեմ, թե այդքան իմաստավորված չեն կամ գեղարվեստական արտացոլումը այս տոները չեն գտել մեր գրականության մեջ կամ գուցե գտել են, մեզ անհայտ են։ Ըստ այդմ էլ մի փոքր կարծեմ սկզբի համար դժվար պետք է լիներ ընդհանրապես այս նախաձեռնությունը եւ ինչից ծնվեց սա։ Նախաձեռնությունը դժվար չէր հետեւյալ պատճառով։ Նախ մենք չենք սկսել հայկական նյութից, լինելով իմ բազային կրթությամբ օտար լեզուների մասնագետ, բավականին ուսումնասիրված էր Անգլիայում այս նյութը Սուրբ Ծննդյան հեքիաթը, Գերմանիայում, ինչպես դուք կարդացիք հատված Հոֆմանից, երկրներ եւ մշակույթներ, որտեղ Սուրբ Ծնունդը հեքիաթում կամ Սուրբ Ծննդյան հեքիաթը բավականին ձևավորված, կայացած գրական երևույթ է եւ ինչու՞ չէ նաեւ ռուս գրականության մեջ։ Մենք կարծես թե հակառակ ծայրից սկսեցինք։ Բայց ասել, որ հայոց մեջ գրական դրսևորում այս տոները չունեն, սա այն շարքից է, որ առանց խորանալու պնդում ենք, որ չունենք, որովհետև սկզբում այդպես էինք կարծում։ Ճիշտ է, մենք չունենք Սուրբ Ծննդյան հեքիաթ այնպիսի ծավալային դրսևորմամբ, ինչպես գերմանացիները, բայց մենք գրականության մեջ եւ առանձնապես արևմտահայ գրականության մեջ ունենք բազմաթիվ պատմվածքներ, նորավեպեր, ունենք քնարերգության մեջ շատ գեղեցիկ եւ արժանավոր պատարիկներ, որոնք նվիրված են Սուրբ Ծննդին, Կաղանդին, իսկ անդրադառնալով նորից Հասկերին, ես ուզում եմ ձեր թույլտվությամբ մի փոքրիկ հատված կարդալ։ Այս տարվա Հասկերը բացվում է Ղևոն Դալիշանի ստեղծագործությունից մի քաղվածքով, կարդում եմ այսպիսի նախադասություն.
Յանվար ամսոյս մեջ գիշերմը եւ օրը կայ զորհայը գրեթե ամենազգե ավելի մեծահանդես կանցնի եւ չի կրնար տան մեջ արկելիալ մնալ։ Այսինքն Ալիշանի կարծիքով իսկ Ալիշանը մի մտավորական է, մի երևույթ, որի հետ չհամաձայնել հնարավոր չէ, չտատենք այսօրվա օրով։ Հայը անծանոթ է եղել։ Այո, այնքան անծանոթ չէ։ Այո, նո, այսա շատ հայտնի ստեղծագործություն է ազգագրագետների, հայագետների, գուցե պատմաբանների համար, բայց գուցե թե ոչ հասկերի ընթերցողի համար, եւ այսօր պնդել, որ մենք այդ ծնունդը այդպես մեծաշուկ չենք նշել, թերևս սխալ է։ Այդ պատճառով որոշեցինք, որ հասկերը կբացվի հայր Ղևոնդի Ալիշանի այս հատվածով, որից հետո մի գեղեցկագույն քարոզ է կոչվում է Սուրբ Հայտնություն, որը սիրով մեզ տրամադրել է Գևորգյան հոգևոր ճեմարանը եւ հատվածաբար բերված է Կարապետ Տեր-Մկրտչյանի։ Այո, Կարապետ Տեր-Մկրտչյանի քարոզից այնքան գեղեցիկ եւ այնքան դյուրըմբռնելի, որ մենք գտանք, որ հասկերի ընթերցողը այն կարող է հասկանալ։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև մեզ մոտ Սուրբ Ծնունդը, քանի որ ընդհանուր աշխարհից, կաթոլիկ աշխարհից առանձին է նշվում, հունվարին է նշվում, այնտեղ նշում են ինչ որ արդեն ավանդույթներ կան տոնի հետ կապված, մեզ մոտ ավելի արմատացած է նոր տարվա թեմատիկան եւ նաեւ համապատասխան մշակույթի մեջ իր արտացոլումները հենց սա է գտնում տոնածառ եւ այլն, երևի թե խորհրդային շրջանի հետ գուցե ավելի շատ կապված եւ հիմա տեսնում ենք, որ հենց հոգևոր հայրերի կողմից էլ իմաստավորված է դա եւ մեր եկեղեցին էլ այդպիսի ավանդույթներ կարող ունենալ։ Ուզում եմ մի փոքրիկ առարկություն, իհարկե խորհրդային երկարոցիկ տարիները ունեցել են դերը, որ Սուրբ Ծնունդի ամենայն դեպս Սուրբ Ծնունդը որպես եկեղեցական տոն իհարկե ավելի քիչ է կարևորվել, նուսամեղմ ասած, բայց մյուս կողմից մեր օրացուցային տարբերությունն է կարևոր։ Մեզ մոտ նախ նոր տարին է, հետո Սուրբ Ծնունդն է։ Իսկ եթե ավելի գրագետ մոտենանք հարցին, հայոց մեջ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը կարծես մի ամբողջություն են ընկալվել շատ տարբեր այսօրվա պատկերացումներից եւ գուցե թե նաեւ այն որ սկզբում նոր տարին է հետո Սուրբ Ծնունդն է կամ թե այս երկուսը ամբողջության եւ շարունակելիություն որպես ընկալենք այդ դեպքում դժվար կլինի ասել որ Սուրբ Ծնունդը հատուկ չի նշվել բայց մեր ընդհանրապես մեր բոլոր մշակութային եւ եկեղեցական տարբերությունները պետք է համարժեք գնահատել ես չգիտեմ որևէ քիչ թե շատ կարեւոր աղբյուր անգամ օքսֆորդյան բառարանները տեղեկատուները համաշխարհային կրոնների, որտեղ այս մասին նշված չլինի։ Այսինքն միշտ առանձին նշվում է, որ առանձին մշակույթներում եւ կրոններում եւ հատկապես նշվում է հայկական եկեղեցական օրացույցը Սուրբ Ծնունդը եւ Մկրտությունը համընկնում են, նույն օրն են նշվում։ Այսինքն այս տարբերությունը ոչ թե նպաստում է, որ մենք չնշենք այնպես, ինչպես ենթադրենք կաթոլիկ մշակույթները, այլ որ մեզ մոտ այդպես է ընդունված, ի վերջո այդպես է ընդունված ուղղափառ եկեղեցում։ Իսկ տոնի ուղեկցող, օրինակ նույն կաթոլիկ աշխարհում տոնին ուղեկցող այդ ատրիբուտները կամ այս նույն հեքիաթները, մուլտֆիլմերը եւ այլն, մեզ մոտ ինչու չեն ստեղծվում, չեն արմատանում, որպեսզի տոնը այդպես իսկապես, չգիտեմ, հեքիաթային երանգ ստանա։ Ինչի՞ է դա կապված։ Փորձեմ պատասխանել միշտ մտքումս ունենալով, որ գուցե կա մի բան, որ ես չգիտեմ, բայց Սուրբ Ծննդյան հեքիաթը արևմտաեվրոպական գրականության մեջ գոնե եւ ռուս գրականության մեջ մեծ հաշվով հեղինակային հեքիաթ է։ Ցավոք սրտի մենք ունենալով ամենևին ռուս, ֆրանսիական, անգամ հանեն ֆրանսիականը, կելտական բանահյուսություններին չզիջող հարուստ, ճոխ, հզորագույն բանահյուսություն, այդ թվում հեքիաթ, հեղինակային հեքիաթը մեզ մոտ չունեցավ այն զարգացումը, իհարկե եթե առանձին անուններ Աղայան, Թումանյան եւ էլի մի քանիսը մենք չնշենք, հեղինակային հեքիաթի ոչ հավասար զարգացումը եվրոպականի հետ համեմատ բացատրվում է հասկանալի պատճառներով հեքիաթային հոգսերից մեր զերծ լինելը չակերտավոր, որովհետև այլ խնդիրներ էին հեղինակային հեքիաթի հրատարակումը, տպագրությունը ենթադրում էր շատ լուրջ ֆինանսական ներդրումներ, որովհետև հեքիաթի հրատարակելը ենթադրում է նաև հեքիաթային տեսք, որոշակի ապրանքային տեսք, ինչ-ինչ պատճառներով իհարկե մենք զիջում ենք, ոչ բանահյուսության հարցում, որովհետև ժողովրդի մտածողությունը եւ ստեղծագործությունը մի այլ բան է։ Իսկ բանահյուսական հեքիաթներում մեր ներողություն այդպիսի տոների հետ կապված բաներ կարող են գտնել։ Անշուշտ կարող ենք գտնել, բայց ես իմ ներդրումն ունեմ հեղինակային հասկերում եւ փորձել եմ անդրադառնալ այդ թեմային, որովհետեւ իմ աշխատանքը կոչվում է ձմեռային բնապատկերը, լինի դա Սուրբ
սուրբծննդյան հեքիաթ, թե ընդհանրապես ձմեռային հեքիաթ, հրաշապատում հեքիաթում։ Շատ երկար եմ փնտրել։ Պիտի խոստովանեմ, որ չեմ գտել։ Համենայն դեպս Չարլզ Դիկենս կամ Անդերսեն կամ Ֆիլիպ Փուլման, որ այսօր երևի մեծագույնն է հրաշապատում հեղինակներից, մենք չունենք համարժեք հեղինակներ։ Մենք չունենք ձմեռը այն մասշտաբով, ինչպիսին արկա է ենթադրենք ռուս մշակույթի մեջ, բայց սա ունի իր պատճառները շատ ավելի հասարակ եւ սովորական, քան կարելի է ենթադրել, մենք ձմեռային մշակույթ չենք։ Մենք ունենք ձմեռ, մենք ունենք շքեղ ձմեռ, եթե այդ բառը ձմռանը սազում է Շիրակում, Ջավախքում, այլուր, անգամ Արարատյան դաշտավայրում, որտեղ ձյունը դեռ գետին չիջած հալվում է, բայց գուցե անլուրջ վարկած է։ Ես ասում եմ, որ հայկական հեքիաթը ձյունամերժ է։ Իսկ այդ կատակը շարունակելով, քանի որ մեր հեքիաթը ենթադրում է 3 խնձորների վայր ընկնել երկնքից, ընդ որում շատ հաճախ դրանք խնձորներ չեն, այլ հուլի շաֆթալի դեղց կամ օղուբաժակներ, չէ՞, օղուբաժակներ, դա արցախյան թեմա է արդեն, ինչպես միշտ առանձնացած եւ շատ ինքնատիպ, եւ էլի ինչ որ երկնային մրգեր, անգամ եթե դրանք խորհրդանիշեր են ինչ որ բանի, դրանք պտուղներ են։ Պտուղներ եւ մեր ստերեոտիպային խաղողը, նուրը, դրանք կարծես թե ձյունամերժ են։ Սուրբծննդյան հեքիաթը, ձմեռային հեքիաթը երևելի է այս բարի բոլոր իմաստներով ձմեռային մշակույթներում, սկանդինավյան մշակույթներում, ռուսական մշակույթում, ճապոնական եւ այս հետքերով եթե գնաք, դուք անպայման գտնում եք այնտեղ ձմեռային հեքիաթը եւ սուրբծննդյան հեքիաթը որպես խիստ կայացած ժանր կամ ենթաժանր։ Մենք մի հատիկ հեքիաթ ունենք, հեքիաթ վիպակ, որին էլի մենք միասին անդրադարձել ենք, Մկրտիչ Արմենի գույնզգույն թագավորությունն է։ Մի չքնաղ եւ իմ կարծիքով չկարևորված գործ, այնքան որքան այն արժեր, ու հասկերում կան բազմաթիվ անդրադարձեր այս հեքիաթին։ Կարծում եմ արժե, որ այն վերահրատարակվի։ Ճիշտ է, այս հեքիաթը ունի փոխաբերական մեկնություն։ Գիտեք, շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը երկար տարիներ եղել է աքսորավայրում եւ այդ ձմեռային պատկերները հենց սիբիրյան են։ Հետևից են գալիս։ Նաեւ տոնի մթնոլորտի հետ կապված խոսեցինք կրկին ատրիբուտները, տոնի հետ կապված պարագաներ, կան չնեմ մոմեր, բացիկներ, այն մեր սեղանին դրված են եւ նաեւ այդ միջոցառումների շրջանակներում ցուցադրություններ են լինում, հենց այնտեղ այսպիսի առարկաներ, խաղալիքներ նախորդ անգամ կարծեմ այդպես ներկայացված էին, չէ՞, խաղալիքներ կային, էլի բացիկներ կային, իսկ ինչ բացիկներ են։ Նախորդ անգամ հիմա անդրադառնամ դրան։ Ցուցահանդեսը բավականին մեծ էր, անգամ թանգարանի համար կային հարյուրավոր բացիկներ, խաղալիքներ, թիթեղյա տուփեր, շատ քիչ հայկական նյութով, էլի ցավով պիտի նշեմ, եւ քանի որ այդ ցուցահանդեսը իսկ Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի բոլոր ցուցահանդեսները ունեցել են առանձին բուկլետներ, տեսական մասով անգամ, այս մեկը չունեցավ, չհասցրեցինք բուկլետ եւ որոշեցինք հասկերում ընդգրկել առանձին նմուշներ են բացիկների, առանձին նմուշներ են խորհրդային բացիկների, որը մի յուրահատուկ տրանսֆորմ է սուրբծննդյան բացիկների եւ այս թեմայով կարելի է ամբողջ ատենախոսություն գրել, ինչպես է Բեթխեհեմի աստղը վերածվում խորհրդային աստղի, ինչպես է Սանտա Կլաուսը կամ Ձմեռ Պապը ձեռք բերում Ուլյանով Լենինի դիմագծեր, ինչպես է հայտնվում կառավարության շենքը բացիկներում, բայց կան նաեւ շատ հին հնատիպ բացիկներ, ռուսական, ֆրանսիական, շվեդական, երեխաներ են, հրեշտակներ են, այո, կա շատ համեստ ներկայացած հայկական խորհրդային բացիկ, շատ համեստ, տեսեք կենտրոնում է Սասունցի Դավթի արձանով, գուցե թե կային ավելի արժանավոր բաներ, մենք չկարողացանք գտնել, եւ այստեղ կա մի շատ հետաքրքիր էջ, կոչվում է Հուշեր անցյալից։ Ես շատ եմ գնահատում եւ փայփայում այս լուսանկարը, որ մեզ տրամադրել են Շաթիրյանների ընտանիքը, ինչպես են հայերը Բաքվում պատրաստվում Կաղանդին եւ Սուրբ Ծննդին։ Ալեքսանդրապոլից ընտանիք մեծահարուստ, որ Բաքվում ունեցել են նավթահանքեր։ Այս նյութը բավականին սուղ է։ Այս բացիկները արդեն մեր օրերի ծնունդ են, փորձում ենք այդ պակասը լրացնել։ Ճիշտն ասած, ի ուրախություն ինձ մեծ մասը բացիկների սպառվել է եւ դա ենթադրում է շարունակելիություն։ Կաղանդի հրեշտակներ են 6 նմուշեր, որոնք արդեն չկան, եւ հեղինակը այս բացիկների ձևավորման հասկերի ձևավորողն է Լուսինե Եղիազարյանը, որի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը եղավ մեր միջոցառմանը զուգահեռ, կոչվում է Ձյունեղեն ոգիներ։
ամբողջովին հրեշտակներ, կաղանդի հրեշտակներ, ձնեմարդեր, այսինքն ձմեռային թերևս այս սերնդի համար ձմեռային պոետիկան ավելի ընկալելի է, եթե հաշվի առնենք մեր երեխաների սերը չմուշկների հանդեպ, սահադաշտը Երևանի կենտրոնում։ Կամաց տրամադրություն ստեղծում է։ Այո, ստեղծվում է։ Ես կարծում եմ ցանկացած տոն, իսկ այս տոնը նաև մանուկների տոն է, ավելի լայն դրսևորում է գտնում, ավելի ապահով, ավելի հանգիստ պայմաններում եւ հուսամ, որ այսուհետ մենք այդ մեր խեղճության ուզում եմ պատրանք անվանել, թերևս դա պատրանք չէ, դրանից ազատվենք, թոթափենք։ Այ խոսեցիք տրամադրություններից եւ գուցե թեմատիկայի հետ առնչվող, այս հեքիաթները բացի եղանակային, այսինքն ձմեռային թեմատիկան եւ նաեւ տոնական սուբծնդի հետ կապված մասը, ինչ թեմաներ, մոտիվներ կան, որոնք այստեղ արծարծվում են եւ այդ պատճառով նաեւ այս հեքիաթները հատկապես այս տոներին նոր վերածնունդ են ապրում, մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այս հեքիաթների նկատմամբ։ Ու ձեր հարցի մեջ պատասխանը հնչեց գլխավոր թեման Սուրբ Ծննդյան հեքիաթի, ինչպես եւ Սուրբ Ծննդի վերածնունդն է, նոր կյանքի, նոր ինչ-որ մի բան սկսելու ցանկությունը միշտ կա, հնարավորությունը, որովհետեւ Սուրբ Ծնունդը ենթադրում է հրաշք։ Ոչ միայն տոնի եկեղեցական կողմով, այլև հենց իր գրական դրսևորումներով։ Սուրբ Ծննդյան ցանկացած հեքիաթ ենթադրում է, որ հրաշք պիտի տեղի ունենա։ Կան իհարկե բացառություններ, զարմանալի, այդպիսին է Անդերսենի Լուցկիներով աղջիկը, որ ավարտվում է մահով, բայց սա արդեն կապված է Անդերսենյան աշխարհընկալման հետ, աշխարհատեսության հետ։ Անդերսենը խիստ բարեպաշտ անձնավորություն է եղել եւ երբեմն նրա ֆանատիզմը ողբերգական երանգներ է ձեռք բերում։ Եվ Դոստոևսկու հեքիաթները Դոստոևսկու, այո, Մալչիկ ու Խրիստանայո, էլի ես կարծում եմ Դոստոևսկին մեծապես ազդված էր Անդերսենի այս։ Չէր կարող պարզապես չիմանալ, որտեղ շատ նման գործ է։ Դոստոևսկին մեծ գրող է, բայց որպես հեքիաթագիր նա կարող էր Անդերսենից ազդվել։ Կա այս հրաշքի ակնկալումը վերափոխվելու ներման Դիկենսի մոտ դա արկա է, ու Դիկենսը ամեն ինչ բացի հորետես լինելուց եւ նրա Սկրուջը, որ հիմա երևի ավելի շատ կոմերցիոն ինչ-որ մի պերսոնաժի է վերածվել, մուլտֆիլմի, բայց սա երևի անխուսափելի է անիմացիան, հատկապես ամերիկյան միշտ կոմերցիոն երանգներ է մտցնում, նո գուցե թե դա այնքան էլ վատ չէ, բայց տեքստը երբևիցե չի կորցրել իր կարևորությունը։ Սուրբ Ծննդյան հեքիաթի արքան միանշանակ Չարլզ Դիկենսն է, ու գուցե նաև Հոֆմանը։ Հոֆմանի մոտ այդ հրաշքի հնարավորությունը կա, որը հետո տեղափոխվեց Ալեքսանդր Դյումայի թարգմանությամբ միջնորդավորվելով Չայկովսկու բալետը, այո, Շիլկունշիկը, Մարդուկ ջարդուկը հայերեն թարգմանվեց, հրաշքի ակնկալումը, ինչ որ մի բան փոխելու, ի վերջո սոցիալական թեմատիկան էլ չէ, կա, սոցիալական արդարության վերականգնում, հարուստ աղքատ, սոցիալական շերտեր, անկեղծ ասած, ակնհայտ է, որ հենց տոների ժամանակ է այդ սոցիալական շերտավորում ընդգծում։ Հենց նույն Դոստոևսկու մոտ, հենց Անդերսենի մոտ ոմանք այդ տոն նշում են շքեղ կերպով ճոխ սեղանի շուրջ, իսկ մյուսներին այդ բոլորը հասանելի չէ, կամ նույն տոնածառը, որը շատ կարևոր անգամ չի ասի տար էլեմենտ, այլ պերսոնաժի է վերածվում հենց վերոհիշյալ հեղինակների մոտ, անհասելի երազանքի է վերածվում շատ ու շատ երեխաների համար։ Հասկերում կա գրական հավելված, որտեղ խոսվում է այս մասին։ Ամերիկյան գրականությունից թարգմանություն այդ եղևնի ունենալու ձգտումը քանի երեխաների համար եղել է անհասանելի երազանք։ Իսկ կերպարների փոխանակությունը, ընդհանրապես կերպարները խոսեցիք, որ տոնածառը այդպիսի կերպար եւ խորհրդային շրջանում այդ փոխանակությունը եղան, ընդհանրապես որքանով են այսպես ձմեռ պապը եւ ձյունանուշը փոխարինում ավելի ավանդական կերպարներին կամ գուցե նրանք զուգահեռ են գոյություն ունեցել։ Կաղանդ պապը մեզանում։ Եթե մենք խոսենք ռուս իրականության մասին, ձմեռ պապը հենց ավանդական կերպար է, որ կա, այսինքն նա շատ ավելի հին է, քան գուցե թե Սուրբ Նիկողայոսը, Սանտա Կլաուսը։ Ես կարծում եմ Սանտա Կլաուսը, Սուրբ Նիկողայոսը չէր կարող լինել ձմեռային նվիրատու Ռուսաստանում, որովհետև նա առանց այն էլ Ռուսիո ամենասիրված սուրբն է վեր բոլոր մյուս ռուսական սրբերից եւ գուցե թե այդ պատճառով Դեդ Մորոզը ձմեռ պապը, որը հեթանոս ոգի է, Սառնամանիքի ոգին, ընտրվեց որպես երեխաների ձմեռային նվիրատու։ Կարծում եմ նույնքան հին է Սնիգուրոչկան Ձյունանոյշը,
նա էլ հեթանոս ոգի է, այս մասին շատ գրականություն կա, այս թեմայով գրականություն կա, իսկ խորհրդային տարիներին նրանք պահպանվեցին հենց իրենց հեթանոս էությամբ շնորհիվ։ Ի հակադրություն քրիստոնյա աշխարհի կերպարների Սուրբ Նիկողայոսը հասկանալիորեն չէր կարող այստեղ մնալ, իսկ Ձմեռ Պապը իր այդ սառնությամբ, ընդ որում իր ընդգծված մշակութային, նա կարծրատիպ է ռուսական, ձյունեղեն կերպարներ են եւ նրանք շատ լավ գոյատևեցին այդ տարիներին, նրանց մուտքը մեր աշխարհ կարծում եմ բացասական երևույթ չպետք է դիտել ինչպես խորհրդային ամբողջ տարածքով, բայց խորհրդային իշխանության փլուզումից հետո Ձմեռ Պապը չի շտապում մեզ լքել եւ կարծում եմ կարիք չկա նրան վտարելու փորձեր անել։ Մեր Կաղանդ Պապը կփոխարինի Ձմեռ Պապին։ Դե կարելի է որոշ ջանքեր անել այդ ուղղությամբ, ոչ թե փոխարինի, այլ համատեղ եւ խաղաղ գոյակցության պայմանով, որովհետեւ անգամ եթե Կաղանդ Պապը հայկական երևույթ է, ես չեմ կարծում, որ ամբողջ հայոց աշխարհում է նա եղել։ Սա հունահռոմեական ազդեցությամբ աշխարհի եկած կերպար է, չնայած հասկերում կա մի գողտրիկ հոդված այն մասին, որ նա Սահակ Պարթևի կերպարի վրա հիմնված, մենց պապուկի վրա հիմնված, բայց նա ավելի շատ ճանաչված եւ ընդունված եւ հայտնի է արևմտահայ իրականության մեջ այսօր Սփյուռքում, մյուս կողմից տարածիորեն երեք ինձ պատմում էին մի շարք ընտանիքների մասին, այստեղից կինը, ամուսինը Սփյուռքից եւ հակառակը, որտեղ հասկանալիորեն Կաղանդ Պապիկը մուտք է գործել շատ բնական ճանապարհով եւ նրանց երեխաները Կաղանդ Պապիկին ճանաչում են որպես հայկական երևույթ։ Հայաստանի շատ շրջաններում Կաղանդ Պապիկին չեն էլ ճանաչել։ Այնպես որ Ձմեռ Պապիկը ինչ որ կերպ կլրացնի, բայց մենք ունենք նաեւ Կաղանդի հրեշտակ, էլի արևմտահայ գրականության մեջ շատ կան նրա հիշատակումները, Մանուկ Հիսուսը միշտ է համարվել մանուկների նվիրատու եւ շատ ավելի հասկանալի է երեխային եւ ընդունելի։ Այս հարցում Հայկ կարծում եմ մեծ դեր պիտի խաղա վիզուալ մշակույթը, այդ թվում բացիկներ, այդ թվում անիմացիա, այդ թվում ֆիլմեր, գրա հրատարակչական գործունեություն եւ առիթից օգտվելով կուզենայի նշել մի հանգամանք, Թումանյանի թանգարանը այսօր ամենաակտիվ թանգարան հրատարակիչներից է, իսկ զուգահեռ ծրագրեր կան, մոտ ծրագրեր, առնչվող ծրագրեր Զանգակ հրատարակչության հետ կապված, որոնք սկսել են մանկական գրականության եւ հեքիաթի հետ կապված բավականին լուրջ գործունեություն եւ հուսամ, որ դա հաջողությամբ կպսակվի։ Իսկ տոների հետ կապված այդ ամեն ինչի արդյունքում այս մթնոլորտը կշտկվի, որովհետեւ մենք նոր տարի ասելով հասկանում ենք միայն խանութներ, արդեն սուպերմարկետներ, առևտուր, ճոխ սեղաններ եւ հաճախ ինձ թվում է մենք ուղղակի փորձում ենք մոռանալ ամբողջ տարին անցած եւ ոչ թե ամփոփել, գուցե վերագնահատել արվածը որպեսզի հետագայում շարունակես, այլ մոռանաս այն ինչ որ եղել է եւ հունվարի 1-ից սկսես նոր էջից։ Ну, եկեք չափազանցնենք մթնոլորտը ինքնին կհաղթահարվի, հենց որ հացի խնդիրը դուրս կա մեջտեղից, ես կարծում եմ աստիճանաբար կարծես թե գնում ենք դրան, ես նաև տանտիկին եմ եւ տնտեսուհի եւ ես միանշանակ կարող եմ ասել, որ այն ոգևորությունը հիվանդագին, որ նախորդ տարիներին եղել է սեղանի ուտեստների, այդպես ուտոպիական բանի շուրջ, այս տարի այնքան էլ նկատելի չէ, որովհետեւ որքան լի են խանութները, այնքան այդ հացի տենդը գաստրոնոմիական հաճույքի գերկարևորումը նահանջում է, բայց եկեք սա չվերագրենք միայն մեզ, որովհետև ի վերջո ցանկացած տոնի ասպեկտներից մեկն է կուշտ, լավ իմաստով կուշտ, լավ ճոխ սեղան ունենալը, դա նաև խորհրդանիշ է, իսկ եթե Դիկենսի հեքիաթ վիպակներին անդրադառնանք, այնտեղ մոնումենտալ նատյուրմորտներ կան, կներեք ոչ հայեցի բարերի համար, այո, որտեղ բարձրապես շարքերով, շղթաներով հանճարեղ նկարագրություններ են ուտելիքների։ Այսինքն այդ նյութական բաղադրիչը պարտադիր է։ Ցանկացած տոն ունի իր նյութական կողմը, իր կերակրային ծիսական կողմը եւ կերակուրը ըստ էության խորհրդանիշ է ապահով կյանքի։ Ոչ ոք Դիկենսի նման չի նկարագրել խանութների ճոխությունն ու լիությունը միայն նրան բնորոշ հումորով, թե ինչպեսի ճոխություն է եւ դրան հետեւող իհարկե հեքիաթի իմաստը դա չէ։ Խորհուրդը դա չէ, այլ հենց Սուրբ Ծնունդը որպես վերափոխման եւ վերածննդի տոն։
Բայց այս ուտելիքի պաշտամունքը կարծես թե բնորոշ է շատ ազգերի, ոչ միայն մեզ։ Իսկ մենք, քանի որ ահագին երկար ժամանակ այդ խեղճությունը քաշել ենք, պետք չէ մեղադրել մարդկանց այդ տենդի համար։ Տոնի խորհրդի մեջ այս հեքիաթներում մենք տեսնում ենք նվերի գաղափար, նվիրատվության գաղափարը ոչ միայն բարեգործության իմաստով, այլ ուղղակի միմյանց նվերներ տալու, մեզ մոտ կարծես այդքան ընդունված չէր։ Հիմա դուք նկատում եք այդպիսի տրամադրությունների աճ, որ իսկապես մարդիկ ինչպես ծննդյան օրերին, ինչպես գուցե այլ առիթներով նվերներ են միմյանց փոխանցում։ Համենայնպես ավելի նկատելի, որովհետև անկապ խորհրդային տարիներին այդ նվերները շատ համեստ էին լինում, հիշում եք մանկապարտեզներում ինչ որ սմքած մանդարինների։ Նկատում երեխաներին ընդ որում, բայց կարելի է տոնի արդի մեծահասակներին նույնպես նվերներ տալ։ Ես կարծում եմ երեխաներին առաջին հերթին, մեծահասակներին, սիրելիներին, անգամ տանը։ Ես միշտ աշխատում եմ Սուրբ Ծննդին եւ Կաղանդին ինչ որ մի բան իմ տանը նվիրել, որ նա ավելի ջերմանա։ Նվերը կարևոր է, ընդ որում շատ հաճախ մարդ ավելի մեծ հաճույք է ստանում նվիրելուց, քան ստանալուց։ Ժողովուրդը գեղեցիկ խոսքեր ունի, ես իմ տատիկից եմ դա լսել, որ այնպիսի նվեր պիտի, որ քեզ ցավ տա։ Այսինքն թանկ լինի այդ նվերը, դժվարությամբ բաժանվես եւ նվիրելիս որոշակի ջանք գործադրելը, քո եսասիրության հանդեպ ոտնձգություն անելը շատ կարեւորում է նվերը։ Այնպես որ նվեր տալը, կարծում եմ, տոնի, հատկապես այս տոնի կարևոր մասերից է։ Ինչ նվեր եք սպասում կամ ինչ նվեր կցանկանայիք ստանալ այս տարի։ Ճիշտն ասած, եթե սպասեի իմանայի, ինչ այդպես հետաքրքիր չէր լինի, բայց չի բացառվում, որ մարդ նաև ինքը իրեն նվերանի, առանց ինչ որ կեղծավորության ասեմ, որ հասկերը ինձ համար մեծագույն նվեր էր այս տարի եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, իմ մեծ շնորհակալությունը թանգարանի տնօրինությանը։ Ես գիտեմ, որքան դժվար է ընդհանրապես ֆինանսական կողմը հոգալ ցանկացած գործի։ Երբևիցե մենք չենք ունեցել խնդիր, քանի գունավոր էջ անենք թանգարանի հրատարակություններում, անենք շապիկը գունավոր թե ոչ, այսինքն արվում է ամեն ինչ, որպեսզի եւ շատ որակյալ։ Եվ որակյալ, սա էլ պետք է շնորհակալություն հայտնել նաեւ զանգակին, որտեղ այս դեպքում իրենք որպես տպարան են հանդես գալիս, եւ իհարկե խմբագրական խորհրդին եւ հեղինակներին, որովհետեւ չկա այստեղ գետմի անազնիվ երանգ։ Նվիրում է, որովհետև հեքիաթը, Սուրբ Ծննդյան հեքիաթը եւ մանկական գրականությունը այնպիսի տիրույթներ են, որտեղ պետք է լինել ազնիվ եւ նվիրված։ Տոնը ուղեկցվում է մաղթանքներով իհարկե։ Սովորաբար նաև վերջերս խոսում ենք, որ անընդհատ մաղթանքներն էլ փոխվում են եւ ես իցավ ինձ տեսնում եմ, որ մարդիկ միմյանց փող են մաղթում, օրինակ շատերը նյութական կողմը ընդգծելով, հիմնական նյութական բարեկեցություն են մաղթում։ Դուք ինչ կմաղթեք ինձ եւ մեր հեռուստադիտողներին։ Ես ձեզ եւ շողակաթին եւ հեռուստադիտողներին կմաղթեմ նախ առողջություն եւ կմաղթեմ բարեկեցություն եւ նաեւ կուզենամ, որ փող մաղթել, գիտեք ինչ, փողը միջոց է եւ խորհրդանիշ ինչ որ մի բանի եւ շատ դեմ եմ, երբ ասում են փողի մասին խոսելը, փողը միջոց է տնտեսագիտության տեսանկյունից, որը կարգավորում է մարդկային աշխատանքային հարաբերությունները եւ որտեղ խուսափում են այդ մասին խոսելուց, հենց սկզբից չեն պայմանավորվում, դե ուրիշ միջոց չկա, չէ՞, սա կարգավորող միջոց է, նա չպիտի վերածվի աստվածության, բայց միևնույն ժամանակ դրամի հարցերում պետք է լինել շատ կարգապահ ճշգրիտ։ Այնպես որ փող մաղթելու մեջ շատ վատ բաներ չկան, փողը միջոց է, որ կարողանանք իրար գեղեցիկ նվերներ տալ, ապահովել մեր բնակարանների ջերմությունը, մեր մանուկների անհոգ կյանքը, բայց իհարկե առաջին հերթին կմաղթեմ առողջություն։ Եվ որ այս տոնը մենք ամեն եկող տարվա հետ նշենք ավելի գեղեցիկ ու ավելի խորանալով նրա խորհրդի մեջ։ Շնորհակալություն, հետաքրքիր, հեքիաթաշատ եւ հեքիաթային զրույցի համար գուցե նաեւ։ Ես նույնպես իհարկե միանում եմ այս օրերին հնչող բոլոր մաղթանքներին եւ թեմայի համատեքստում, այսօրվա թեմայի համատեքստում մաղթում եմ, որպեսզի միշտ հավատանք եւ սպասենք հրաշքներ կան, լինում են եւ հատկապես այս օրերին են լինում եւ դուք էլ ինքներդ բարեգործությամբ նվերներ փոխանցելով կարող եք ինչ որ մեկին երջանկություն պարգևել եւ հրաշքի առիթ կամ պատճառ դառնալ եւ իհարկե քանի որ հաղորդումը սկսեցինք նովելով այս օրերին նվիրված նաեւ կավարտենք նույն հեղինակի Էրնստ Հոֆմանի ամենահայտնի Մարդուկ ջարդուկ հեքիաթից շատ գեղեցիկ իմ կողմից շատ սիրված մի հատվածի ընթերցանությամբ։ Արդեն լրիվ մտնել էր, Ֆրիցն ու Մարին նստել էին ամուր միմյանց սեղմված եւ չէին կարողանում նույնիսկ բառ արտաբերել։ Նրանց թվում էր, որ իրենց վրա խաղաղ թևեր են ճախրում եւ հեռվից հիանալի երաժշտություն է լսվում։
Լույսի շողը սահեց պատի վրայով եւ երեխաներն հասկացան, որ փոքրիկ Քրիստոսը շլացուցիչ ամպերով ճախրեց մյուս երջանիկ երեխաների մոտ։ Եվ այդ պահին զրնգաց արծաթե նուրբ զանգակը դին 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 դռները բացվեցին եւ Եղևնին փայլեց այնպիսի փայլով, որ երեխաները ահ բարձր կանչելով քարացան մուտքին։ Բայց հայրն ու մայրը մոտեցան դռներին, բռնեցին երեխաների ձեռքից եւ ասացին. Եկեք, սիրելի մանկիկներ, տեսեք թե ինչը ձեզ պարգևեր մանուկ Քրիստոսը։ Ցտեսություն։